Հանոր եւ որդու եւ որդու սրտու ամեն։ Վարդապետ ուզում ենք մի նշան տեսնել քեզնից, ասացին բանասեցները Հիսուսին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի քրիստոնյաներ, գիտեք, եթե պատկերացնենք մի պահ եւ Քրիստոս գար կաններ մեր առջև, ինչ կխնդրենք նրանից։ Գուցե շատերն ասեն, Տեր մի հրաշք ցույց տուր, Տեր ապացուցիր, որ դու կաս, ցույց տուր, որ ինձ սիրում ես, եւ իսկապես զարմանալին գիտեք ինչն է, որ Հիսուսի ժամանակ ապրած մարդիկ, ովքեր որ կանգնել են Հիսուսի առջև, ուզում էին տեսնել բազմաթիվ հրաշքներ։ Թեև տեսնում էին, որ քույրերը տեսնում են, կավերը քայլում են, նույնիսկ մահացած մարդն է հարություն առնում, հիվանդները բժշկվում են, բայց նրանք նորից ասում էին հրաշք են ուզում տեսնել, մի նշան են ուզում տեսնել, որ հավատան։ Եվ որքան էլ որ հրաշք տեսնում են, որքան էլ որ իրենց շրջապատում իրադարձություններ են կատարվում արտասովոր, միևնույն է, դրանից խնդիրը չէր պակասում եւ տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե նշանի հրաշքի բացակայությունը կամ դրա առկայությունն է, այլ խնդիրը մարդու անհավատությունն է։ Եվ հենց գիտեք, սա նաեւ մեր ժամանակների այսպես ասած հոգևոր հիվանդություններից մեկն է։ Մենք անդադար ուզում ենք ինչ-որ հրաշք տեսնենք։ Եվ երբեք բավարար չի մեր տեսած հրաշքը, մեր շրջապատում կատարվող իրադարձությունները։ Գիտեք, պարզիցները կարծում են, որ եթե ավելի շատ հրաշք տեսնեն, կհավատան, բայց Քրիստոս գիտի մարդկանց սիրտը, գիտի մարդկանց հավատքը, գիտի մարդկանց մտքերը։ Եվ գիտեր, որ նույնիսկ եթե հարություն առած մահացած մարդուն տեսնեին, նրանք նորից պատճառ կգտնեին չհավատալու։ Եվ սա մեր կյանքում անդադար կրկնվող իրականություն է։ Մենք ասում ենք, եթե Աստված այս խնդիրը լուծի, թերևս կհավատան։ Եթե ինձ բժշկի կամ եթե մերձավորիս, ընկերոջս, եղբորս, ծնողիս, զավակիս բժշկի, կհավատան։ Եթե այս նոր գործ եմ դրել, այսինչ տեղ ցանկանում եմ աշխատել, եթե ստացվի, կսկսեմ եկեղեցի հաճախել, ֆինանսական կայունություն ունենամ, ավելի շատ Աստծուն ժամանակ կտրամադրեմ։ Եթե հրաշք լինի, ինչ-որ բան չէ, որ միշտ ցանկանում ենք, հատկապես եւ այսպես մեր հարազատներից մեկը ծանր հիվանդ է լինում, այդ հրաշքի ակնկալությունն ենք միշտ ունենում եւ կարծում ենք, եթե բժշկվի, այդ հրաշքը մենք տեսնենք, կսկսենք հավատալ։ Եվ հետաքրքիր է նաեւ, երբ ստանում ենք այդ ամենը, կարճ ժամանակ գոհունակ ենք լինում, հետո նորից սկսում ենք դժգոհել։ Կամ նորից սկսում ենք կասկածել եւ հետո նորից սկսում ենք այդ նշանի հրաշքի փնտրտուքը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանն ասում է, որ նրանք նշան չէին փնտրում, այլ չհավատալու պատրվակ։ Հովհան Ոսկեբերյանը բացատրում է, որ ճշմարիտ հավատքը սկսում է ոչ թե աչքերից, այլ խոնարհ սրտից։ Ով չի ցանկանում հավատալ, նրա համար ոչ մի հրաշք բավարար չի լինի։ Գիտեք, եթե դուք չեք հավատում, եթե սիրտդ խոնարհ չի, եթե Աստծուն չես ճանաչում, ինչ հրաշք է ուզում է, որ լինի, միևնույն է չես հավատա։ Եթե անկեղծ լինենք, մեր ժամանակները շատ նման են
այդ առաջին դարի Հիսուսի ապրած ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք ուզում ենք տեսնել արտասովոր երևույթներ, մարգարեություններ, եւ որքան ենք մենք ապագան իմանալու համար կամ ինչ-որ իրադարձություններ իմանալու համար մարդիկ դիմում են գուշակների, աղտնայողների, էքստրասենսների ավելի ժամանակակից։ Էլ չեմ ասում այդ կոֆեի բաժակ նայելը, չէ, ինչ կլինի, 3 կետից լավ նորություն ունես, այդ լավ նորությունն է սպասում։ Գիտեք, մեր ժամանակներում սենսացիաներն են մարդկանց ուշադրությունը գրավում, չէ, համացանցը բացում է, սենց վերնագիրն է, ուժեղ վերնագիր է, հետաքրքրություն առաջացնող, կարդում ենք ու մեզ մարդիկ իրենց բավարարված են զգում կամ չգիտեմ այդ սենսացիա հաղորդելու առաջինը ասելու բա իմացար ինչ եղավ, բա իմացար էս ինչը ինչ արեց։ Գիտեք նաև մարդիկ հաճախ ուզում են ինչ-որ գաղտնի տեղեկություն իմանան իրենք, իրապետեն այդ ինֆորմացիայի և մարդկանց մեջ ես բանն էլ կա, չէ, մեկի մասին մի բան իմանում են կամ իրադարձության մասին իմանում են, մյուսին ասում են քեզ եմ ասում միայն, բայց ոչ ոքի չասես, միայն դու իմացիր, քո ականջի համար եմ ասում, կամ այդպես, որ արտահայտություններ։ Բայց հաճախ մարդիկ չեն ցանկանում աղոթել, ապաշխարել, ներել կամ պարզապես փոխվել։ Մենք երբեմն ավելի շատ հետաքրքրվում ենք հրաշքով, քան այդ հրաշքը գործողով։ Ավելի շատ հետաքրքրվում ենք Աստծո պարգևներով, քան Աստծո։ Գիտեք, առհասարակ մեր հասարակության մեջ քանի մարդ է գնում եկեղեցի, ուղղակի Աստծուն հանդիպելու համար, Աստծո հետ հաղորդակցվելու համար, Աստծո հետ հարաբերություն կառուցելու համար կամ հարաբերության մեջ գտնելու համար։ Եվ քանի մարդ է գնում եկեղեցի միայն իր խնդիրները լուծում ստանալու համար։ Քանիսն են ասում Տեր, ես ուզում եմ քեզ տեսնել, եւ քանիսն են ասում Տեր, դու այն ինչ դու ես ուզում, ոչ թե այն ինչ որ ես եմ ուզում։ Բան Գեթսեմանի պարտեզում Հիսուս աղոթք էր անում, չի ասում, եթե կարելի այս բաժակը հեռացրու ինձնից, բայց թող այնպես ինչպես որ դու ես ուզում, ոչ թե ինչպես որ ես եմ ուզում։ Այո, մենք հաճախ գալիս ենք եկեղեցի, աղոթքի ենք կանգնում եւ ուզում ենք որ Աստված մեր ուզածը անի։ Եվ եթե չի անում, նեղանում ենք։ Տեսեք, Հիսուսն ասում է, այս չար եւ շնացող սերունդը նշան է պահանջում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ Ինչ է սա նշանակում։ Հովնանը մարգարեը 3 օր 3 գիշեր մնաց ձկան փուրում։ Նույն կերպ Քրիստոս 3 օր մնաց գերեզմանում եւ արություն արավ։ Այսինքն, ամենամեծ նշանը հրաշքները չեն։ Ամենամեծ նշանը հարությունն է։ Քրիստոսի ամբողջ պատգամը հանգում է այս ճշմարտությանը, որ մեղքը հաղթված է, մահը հաղթված է, խավարը հաղթված է, սատանան պարտվել է, եւ մենք կարող ենք նոր կյանք ունենալ։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է, որ Հովնանի պատմությունը նախապատկերն է Քրիստոսի թաղման եւ հարության։ Նա գրում է, որ Քրիստոսը մարդկությանը տվեց ոչ թե ժամանակավոր հրաշք, այլ հավիտենական փրկություն։ Նինվեի մարդիկ կդատեն այս սերնդին։ Նինվեի մարդիկ կգնան դատաստանի ժամանակ եւ կդատապարտեն այս սերնդին, ասում է Հիսուս։ Ինչու պետք է այդպես լինի։ Որովհետև այդ քաղաքում ապրող մարդիկ լսեցին մարգարեի խոսքերը, ապաշխարեցին։ Իսկ Հիսուսի ժամանակակիցները լսում էին Աստծո որդին, բայց չէին փոխվում։ Եվ այս
խոսքը նաև մեզ է ուղղված, որովհետև մենք էլ այսօր Հիսուսի խոսքը լսում ենք Աստվածաշնչի ավետարանի միջոցով եկեղեցում խորհուրդների ժամանակ կլինի ուղարկավորություն, հասակադրություն, կնունք, թե տնորդնեք, մենք Հիսուսի խոսքը լսում ներողացնում ենք։ Սուրբ պատարագի ժամանակ ենք լսում ենք Աստծո խոսքը։ Մենք մեր առջև ունենք սրբերի օրինակները և լսում ենք հազարավոր քարոզներ, հոգևոր նյութեր, բայց արդյոք մենք փոխվում ենք։ Շատ մարդիկ անընդհատ լսում են հոգևոր նյութեր, բայց երբեք դրանք չեն փորձում կիրառել իրենց կյանքում։ Արդյունքում գիտելիքը միգուցե շատանում է, բայց փոփոխությունը ոչ։ Եվ կարծես հոգևոր ինքնախաբեության մեջ ենք ընկնում։ Հիսուս հիշեցնում է նաև Շեբաթ Հագուհուն, ով երկար ժամանակ է ծախսում հասնելու Սողոմոն թագավորին, որ լսի նրա խրատներն ու իմաստությունը, և Քրիստոս ասում է, որ այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Այսօր այնպիսի առավելություն ունենք, որի մասին հինգտականի սրբերը միայն երազում են։ Մենք գիտենք հարության մասին, մենք ունենք ամբողջ ավետարանը, մենք ճանաչում ենք Փրկչին, բայց երբեմն այդ ավենին սովորում ենք և փորձում մեր զարմանալու ունակությունը։ Սուրբ Օգոստինոսն ասում է, մարդը հաճախ փնտրում է մեծ հրաշքներ, մինչդեռ ամենամեծ հրաշքը սեփական սրտի փոփոխությունն է, և իսկապես կույրի աչքերը բացվելը մեծ հրաշք է, բայց հպարտ մարդու խոնարհվելը երբեմն ավելի մեծ հրաշք է։ Ագահի առատաձեռն դառնալը հրաշք է, չներողի ներելը հրաշք է, մեղավորի ապաշխարությունը այո հրաշք է։ Եվ փորձենք մենք հարցնել, Տեր, ինչպես կարող եմ քեզ վստահել։ Փորձենք մեր կյանքում արձանագրել այն մի քանի դեպքեր, որտեղ որ Աստված մեզ իսկապես օգնել է և կտեսնենք, որ իսկապես Աստված ներկա է մեր կյանքում և իսկապես մենք ականատեսն ենք եղել բազմաթիվ հրաշքների կամ նշանների։ Եվ թող ոչ թե նոր գիտելիք հավաքենք, այլ կոնկրետ սկսենք պայքարել մեղքի դեմ։ Սիրելի հավատացյալներ, փարիսեցիները նշան էին խնդրում, մինչդեռ նշանը կանգնած էր իրենց առջև։ Նրանք հրաշք էին ուզում, բայց չէին ճանաչում հրաշագործին։ Այսօր մի վտանգը մեր առջև է։ Մենք կարող ենք ամբողջ կյանքում նոր նշաններ փնտրել, բայց բաց թողնել Քրիստոսին։ Կամ կարող ենք բացել մեր սիրտը և տեսնել, որ Աստված արդեն խոսել է մեզ հետ իր խոսքով, իր խաչով, իր հարությամբ։ Թող որ մենք չլինենք նշանների հետևից վազող սերունդ, այլ լինենք հավատի, ապաշխարության և կենդանի հարաբերության սերունդ, որովհետև ամենամեծ նշանը ոչ թե երկնքից ընկնող կրակն է, այլ հարություն առած Քրիստոսը, որ այսօր էլ է թափում մեզանից յուրաքանչյուրի սիրտը և մեզ կանչում ապաշխարության, կանչում փոխվելու, կանչում ավելի լավը դառնալու։ Իր շնորհը և խաղաղությունը մեզ բոլորին այժմ և միշտ